Նոյեմբերյան համայնքի Բերթավան գյուղի դպրոցի բակում տեղի ունեցած աղմուկահարույց միջադեպը, որը լայն արձագանք էր գտել սոցիալական տիրույթում, ստացել է խաղաղ հանգուցալուծում։ Հանդիսավար Լիանա Զուրաբյանը, ով նախապես հայտարարել էր իր նկատմամբ կիրառված բռնության մասին, այժմ հորդորում է դադարեցնել տղայի նկատմամբ իրականացվող թիրախավորումը։ Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել դպրոցի բակում, երբ Լիանա Զուրաբյանը գնացել էր իր 4-րդ դասարանում սովորող որդուն տուն տանելու։ Տեսնելով, որ ավագ դասարանցիները ծաղրում են առողջական խնդիրներ ունեցող իր երեխային, մայրը փորձել էր նկարահանել եւ կարգի հրավիրել նրանց։ Լարված իրավիճակը վերածվել էր ֆիզիկական բախման։ Լիանայի հարվածին հետևել էր պատանու պատասխան ապտակը։ Օրագիր Նյուզի հետ զրույցում Լիանա Զուրաբյանը հաստատեց, որ կողմերը եկել են հաշտության։ Նա ընդգծեց մի քանի կարևոր հանգամանք, որ հանրային պարսավանքը կարող է դրդել տղային անդառնալի քայլերի։ Խնդրեց օգտատերերին զերծ մնալ վատ մեկնաբանություններից։ Պետք է ասեմ, որ նոյեմբերյան համայնքի Բերթավան բնակավայրում վերջերս աղմկահարույց պատմության շուրջ եղավ հասկացողություն եւ հաշտության ստորագրություն։ Այդպես ավելի ճիշտ է, փոքր երկիր է, պետք չի թշնամանք, պետք չեն ավելի վատ խորը արմատներ։ Եվ ներել չի նշանակում պարտվել, ներել նշանակում է խափանել չարի լեզուն։ Ես հասկացա, որ ես էլ ընկա փորձության մեջ, քանի որ ինքս եւ լավի եւ վատի մասին խոսացող եմ, երևի թե պատահական չէր այս փորձությունը, որպես այս աղմուկը բարձրացվեր ինձնով եւ ամենտեղ ամենուր լինեին ավելի սթափ բուլինգի դեմ, քանի որ ինչքան են ինձ գրում մայրեր, որ հիմա իրենց զավակների հետ, որ մտնում են դպրոց, ավելի սթափություն է, ավելի զգոնություն է։ Ես կուզեմ այսուհետ խոսել, լուսաբանել լավը, աղմկել լավի մասին, այո, բարձրաձայնել լավի մասին եւ թող որ ամենուր ամենտեղ լինի լուսավորը։ Շնորհակալ եմ շատ սիրելի հանրությանը, հայությանը, իմ հետևորդներին, որ ինձ սատար եղան իմ կողքին, իրենց խոսքով, իրենց խրախուսական ջերմ գրառումներով ես ավելի ոգեշնչվեցի եւ փորձեցի իրավիճակից դուրս գալ։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Մայրը, ով ի սկզբանե պաշտպանում էր իր որդու իրավունքները, այժմ հանդես է գալիս ներողամտության դիրքերից, կարևորելով երիտասարդի ապագան։ Բարև հայություն, հանրություն, մարդիկ, իմ սիրելի հետևորդներ, նորից ուզում եմ անդրադառնալ այս դեպքերին։ Նախ շնորհակալություն, որ դուք խելամիտ եք վերաբերվում մեր հաշտության ստորագրմանը եւ խրախուսում եք, այո, պետք չէ թշնամանք, պետք չէ խորություններ։ Ես խնդրում եմ սադրիչներին հեռու մնալ վատ մեկնաբանություններից, չհրահրել ավելորդ քայլերի եւ թող որ միայն բոլորը ողջունեն հաշտությունը եւ համերաշխությունը։ Եվ ցանկանում եմ նորից ասել հետեւյալը. տղան, որը երևում է տեսանյութում այդ, բուլինգի, ցինիզմի հետ կապ չուներ, նա պարզապես ընկել էր ազդեցության այդ պահի դրության տակ։ Պարզապես իր սխալը տաքարունությունն էր, ընդամենը։ Եվ պետք է ասեմ հետեւյալը. ինքը շատ լավ, բարի, ազնիվ տղա է։ Իսկ մնացածը, ովքեր որ ցինիկ էին, ովքեր որ իրոք բուլինգի այդ պատիժը պետք է ստանային եւ Երևանի տեսանյութում, նրանք պարզապես փախան։ Նրանք պարզապես փախան տղային թողելով մենակ։ Ինքը շատ ազնիվ ու լավ տղա է, ազնիվ եմ ասում։ Մենք եկել ենք հաշտության, մենք եկել ենք համերաշխության, մենք եկել ենք հաշտության ստորագրման, հասկացողության նաև, որ դժվար պահերին մարդիկ թողնում են մենակ մարդուն։ Եվ մենք ենք հասկացել, եւ իրենք են հասկացել։ Եվ մենք այսօր եւ միշտ լինելու ենք լավ ու բարի դրական ջերմ մթնոլորտում։ Լևոն, Օշնվի այն օրը, երբ որ դու ծնվեցիր տղաս, այդպես լույս վառվեց իմ կյանքում։ Այս պատմությունը հիշեցնում է այն մասին, որ նույնիսկ ամենաբարդ եւ կոնֆլիկտային իրավիճակներում հնարավոր է գտնել երկխոսության եզրեր։ Բերթավանի դպրոցում կրքերը հանդարտվել են, իսկ կողմերը նախընտրել են ներողամտությունը եւ խաղաղությունը։ Դե ինչ, մնացեք մեզ հետ, որպեսզի տեղյակ լինեք ամենակարևորից։ Թամարա Քալանթարյան, Օրագիր Նյուզ։